պատճառով կան հիման վրա, որը ներկայացրել է Դանիել Օրինցյանը, ճիշտ է այս փաստերը։ Տեսեք, ուրեմն այսօր առավոտյան քննչական մարմինը բնականաբար իրապահ մարմնի ներկայացուցիչների ուղեկցությամբ ուրեմն խոզարկություններ է կատարել Արագածոտնի թեմի հոգևորականների անձնական տներում, Արագածոտնի թեմի առաջնորդարանում եւ աշխարհիկ մի քանի աշխատակիցների բնակարաններում։ Արգրավել են տարբեր տեսակի փաստաթղթեր, համակարգիչներ, այդ թվում օրինակ մի աշխարհիկ աշխատակցուհու, ընտանիքի անդամների համակարգիչները, հեռախոսները բոլորի, այո, արգրավել են եւ իրենց էլ փաստացի բերման են ենթարկել, բերել են այստեղ։ Բացի Մկրտիչ Սրբազանից մնացածը այստեղ են 6 քահանա, 6 հոգևորականներ եւ մի քանի աշխարհիկ աշխատակիցներ, գանձապահ, գործավար, հաշվապահ եւ կարծեմելիկա։ Հիմա Մկրտիչ Սրբազանի տեղը չեն հայտնում։ Ընդ որում մենք պաշտոնապես դիմել ենք քննչական կոմիտեին եւ Երևանի քննչական վարչությանը, ներկայացրել ենք նաեւ մեր լիազորությունների հավաստող փաստաթղթերը եւ խնդրել ենք իրենք, որպեսզի ապահովեն մեր հանդիպումը Մկրտիչ Սրբազանի հետ, նրա իրավունքները պաշտպանելու նկատառումների ձեռնելով։ Այստեղ նաեւ բերման ենթարկվածներին ենք հանդիպել, իրենք քանի որ քննիչների ներկայությամբ իրենք քննիչները ասել են, որ մենք ձեզ բերման չենք ենթարկել, մենք ձեզ հրավիրել ենք, բայց բերել են իրենց մեքենաներով եւ իրենք այլ որոշում, այլ ընտրություն կատարելու հնարավորություն չեն ունեցել, փաստացի բերման ենթարկված են եղել։ Միաբերան բոլորը պնդեցին, եթե այդպես է մենք գնալու ենք եւ մենք ուրեմն մեզ ծանոթագիր տվեք, մենք կգանք մեր փաստաբանների ուղեկցությամբ եւ ձեր հարցերին կպատասխանենք, որովհետեւ եթե իրենց հարկադիր բերման են ենթարկել եւ այդպես որպես վկա են հարցակնում, նա արդեն ունի վկա կասկածյալի կարգավիճակ եւ քննչական մարմինը պարտավոր է նրանց պաշտպանության իրավունքը ապահովել։ Այստեղ արդեն ուրիշ ռեժիմով է հարցակնությունը գնում։ Իրենք ունեն նաեւ դատավորական այլ երաշխիքներ։ Բնականաբար, այո, քննչական մարմինը այլ բան չի կարողացել դրա այդ փաստարկի դեմ ներկայացնել եւ համաձայնվել են, որ այդպես էլ անեն։ Մեկ քահանայի տվել են ծանոթագիր, դուրս եկել, հետո ներս կանչեցին ու միջև մա դուրս չի եկել։ Հիմա բոլորը ներսում են վկայի կարգավիճակով։ Բոլոր դեպքերում մենք արձանագրել ենք, որ իրենք վկայի կարգավիճակով են։ Միքայել Սրբազանի մասով ասեմ հետեւյալ խնդիրը կա։ Ներողություն։ Միքայել Սրբազանի ոնց որ ճանապարհն են բռնել։ Տեսեք, ուրեմն Մկրտիչ Սրբազանի մասով այսպիսի իրավիճակ է։ Քրեական օրենսգրքի 451 հոդված կա, որը բռնի անետացման մասին է խոսում։ Ես հիմա ընթերցեմ այդ հոդվածի դիսպոզիցիան։ Ներողություն։ Ուրեմն տեսեք, բռնի անետացումը պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկած անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը։ Ուրեմն պատժվում է ազատազրկման 3-ից 7 տարի ժամկետով։ Բավականին ծանր հոդված է։ Հիմա տեսեք, մենք այս մասով ես ինքս արդեն հաղորդում եմ ներկայացրել եւ նաեւ իմ Facebook-յան էջում սրա մասին գրել եմ, որովհետեւ մեր բոլոր փորձերը մեր վստահորդին հանդիպելու Պաստորեն ձախողվել են։ Վերջին անգամ որտեղ եք տեսել, որ ասում եք այստեղ չի, չգիտենք որտեղ է։ Տեսել եք որ բերման են ենթարկում։ Չենք տեսել, մեզ ասել են որ իրեն բերման են ենթարկել, այսինքն մեքենան են նստեցրել եւ բերել են իբրև քննչական կոմիտե։ Ասել են բերում են Պարուս Սևակ 4 հասցեով, սակայն Մկրտիչ Սրբազանին այստեղ չեն բերել։ Ունեք որոշակի կասկածներ ինչու են թաքցնում Սրբազանի գտնվելու վայրը։ Տեսեք, այս ողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման տրամաբանության մեջ է, բնականաբար սա ճնշում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ եւ սա հենց այդ ճշմարտ շրջանակում է։ Մեր տեղեկություններով քրեական գործը առնչվում է այդ հավաքներին իբրև հարկադրելու Տեր Արամի այդ ցուցմունքի կամ հաղորդման հետ, ուրեմն եւ նաեւ որոշակի ֆինանսական հարցերի հետ է կապված։ Խոզարկության որոշման մեջ չէ գրված դա եղել, որտեղ փաստաբան Մարինե Ֆարմանյանն այդ մասին ասաց, որ խոզարկության որոշումների մեջ գրված է, որ հավաքներին հարկադրելու այդ վարույթի շրջանակներում են։ Այո, ես մանրամասնին չեմ տիրապետում, բայց որքանով տեղյակ եմ, այո, եւ բնականաբար
Տեր Արամը ցուցմունք է տվել, պարզ որ ցուցմունք է տվել եւ իր ցուցմունքն այս ամբողջ գործընթացի որ հաղորդում չի եղել։ Դե հաղորդում չի եղել, բայց վստահ եմ որ նա ցուցմունք տվել է։ Իսկ մեծ հետ Հայլուրի հետ զրույցում նշեց, որ հենց անձամբ մեզնից է տեղեկանում, որ Արագածոտնի թեմի առաջնորդը այս պահին անհետացել է եւ իր մյուս հոգեվոր եղբայրներն էլ։ Դե այդ մասով կարծում եմ չի ստում, այդ բանը է տեղեկանում, բայց վստահ եմ ինքը ցուցմունքներ է տվել եւ իր ցուցմունքներն էլ հիմք են ծառայել այս գործընթացը։ Տվել է կա գործում կա դա։ Ես վստահ եմ որ իր ցուցմունքները կան, վստահ եմ, ուղղակի շուտով կիմանամ։ Իսկ միայն նրա ցուցմունքներով է պայմանավորված, թե օրինակ վեհապարի հետ ազգակցական կապը կարող է եւս պատճառ հանդիսանալ դրա համար։ Տեսեք, Միքայել Սրբազանն էլ վեհապարի հետ ազգակցական կապ չուներ, բայց նաեւ հայտնվեց այս քերական հետապնդման թիրախում։ Ես կարծում եմ սա հակաեկեղեցական այս շարժման շրջանակների մեջ է։ Անզորաբյան, իսկ Դանիել Իոնիսյանի հաղորդման հիման վրա է այդ։ Այո, որքանով տեղյակ եմ, այո, Դանիել Իոնիսյանի հաղորդումն էլ կա եւ ի վերջո ՀՄԿ-ի այդ նյութն էլ ինքը հրապարակային հաղորդում, այսինքն ԶԼՄ-ների հաղորդում կարող են դիտարկել։ Դանիել Իոնիսյանը ներկայացրել։ Կարծում եմ այո։ Մանրամասն իհարկե կիմանանք, բայց կարծում եմ այո։ Իսկ քննչականի հաղորդագրությանը ծանոթացել եք թե։ Ոչ, դեռ չեմ ասած։ Հավաքներին Նշել է, որ այս պահին կատարվում են բարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Շատ լավ։ Եղավ, շնորհակալություն։